Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ, տաղավարում զրուցելու եմ Հայկ Սուքեսյանի հետ։ Պարոն Սուքեսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես պարոն Սուքեսյանն արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քաղաքական ուժերը իրենց հայտերը, իհարկե առաջինը դեռ քաղաքացիական պայմանագիրն է, բայց մինչ ուրեմն այս հայտերը ներկայացնելն էլ արդեն որոշակի պարզ է քաղաքական դաշտի որոշակի վերադասավորումները, նախ պատկերը ինչպես եք գնահատում, օրինակ վարչապետը ընդդիմության այդ մի քանի ուժերին ասում է եռագլուխ հրեշ, ուրեմն եւ վերջին շրջանում այ հռետորաբանությունն է որոշակի նաեւ փոխվել, ուրեմն վարչապետ կամ իշխանություն Սամվել Կարապետյանի թիմ, այսպես որոշակի լարվածություն կա, մենք տեսնում ենք Սամվել Կարապետյան օրինակ մտահոգ է, որ հունիսին եթե այս իշխանությունը վերընտրվի, ապա հուլիսին տեղի կունենա տնտեսական պատերազմ, մեծ հաշվով վարչապետն էլ երեք անդրադարձավ, ասաց, որ Սամվել Կարապետյանն է աղքատանալու մինչև տարեվերջ, ոչ թե Հայաստանը, փորձ է անում հրահրել Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտ, նաև այսպիսի գնահատականներ հնչեցրեց կոնֆլիկտի վրա ձեռքերը տաքացնելու համար։ Դուք էլ ունեք այդպիսի տպավորություն, թե չափազանցված են այս գնահատականները, համեցեք։ Հիմա դրանց ինչ ասես, դրանց պարագայում կլինի ճիշտ, բացասական երանգներով ինչ էլ ասենք, իրենց պարագայում խիստ արդիական է։ Դե հիմա այս բան ինչ է կատարում, ընտրությունները մոտենում են, բոլոր քաղաքական կամ իրենց վրա քաղաքական գրած ուժերը բոլորն են մոբիլիզանալու են, իրենց թափ պտի տան, ամեն մեկը իր գրպանում ունի արսենալներ, մյուսին շուտ բաներում մեղադրելու, պրոցեսը մեր վերջի երևի 7-8 տարվա կյանքում նորմալ պրոցես է, մենք որպես հասարակություն և պետություն չկարողացանք մեր միջից զատել այն հատվածին, որը սպասարկում է օտար պետության շահերը, որը թշնամանք ունի մեր պետության նկատմամբ եւ մեր ժողովրդի նկատմամբ, եւ այդ հատվածն մոբիլիզացել է, ռեսուրս շատ ունեն։ Մենք այդ ուժերը, որ դուք նշում եք, այ ինչու եք կարծում, որ նրանք օտար պետության շահերն են, պարոն Սուքեսյան, սպասարկում։ Դե, տենց է լինում է, եթե նույնիսկ իրենց դիսկուրսը, շարքային դիսկուրսը վերլուծենք, իրենք սպասարկում են օտար պետության շահեր, իրենք Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ են։ Դրանք բոլորը հավաքականորեն նույնն են, տարբեր գործեր են, գործերը տարբեր է, բայց հավաքականորեն նույն բանն են անում։ Այդ նախկին մինչ հեղափոխական անցյալի դրանց հետ ասոցացված դերակատարների դիսկուրսը, որ վերլուծենք, դա հակապետական է։ Նույնիսկ երկրորդ նախագահ կա, այդ մարդը կողմ չի օտար պետության ճորտությանը, կողմ է այդ մարդը, հակապետական է, թե չէ, բա ինչ է։ Նույնիսկ սրանք են եկել են Հայաստանի շուրջ ստեղծված նվազագույն անվտանգային միջավայրը, խաղաղության պրոցեսը, ինքնիշխանությունը ամրապնդող պրոցեսները փչացնելու համար տատուց ժառանգած թեզեր ունեն, ինչ ասես խոսում են։ Այդ մարդը, որ ասում է մենք գանք փրկենք բան, որ դրանց ծրագիրը նայում ես, մեջը փրկություն չկա։ Ընդհանրապես մարդը դա բան է խոսում, դա պետք է պրակտիկայով ստուգել, չէ՞։ Դու ասում ես փրկություն, նայում ենք ձեր ծրագրի մեջ փրկություն չկա, ասում եք մի հատ թիվ եք կրակել, ես իմ քանի 100,000 աշխատատեղ, որ սուտ է, այտենց է, միանգամից 1 միլիոն ասեիք էլի, ավելի ինձ հետաքրքիր լսվող թիվ էր։ Մնացած ծրագրերը, եթե նայեք իշխանության ծրագրի տանազն է։ Խաղաղությունը պետք է լինի, բայց ոնց որ մի քիչ ուրիշ դետալ պետք է մեջը բերենք։ Թարիֆը պետք է լինի, բայց գնամ տատուսել բերեմ մեջը մտցնեմ։ Այսինքն ըստ էության իշխանության ծրագիրն է այլակերպումով։ Մի երկու հատ դետալ են մեջը մտցրել։ Ձեր արածի փրկությունը ո՞րն է։ Բայց ակնհայտ է ինչ։ Ակնհայտ է, որ այս բոլոր մարդիկ մեր եկեղեցու ղեկավար դասի մի հատված եւս հավաքականորեն բոլորը գործում են մեր պետության դեմ եւ նույնիսկ
թշնամի են իրենք մեր ժողովրդին, նայեք, այս սրանց արածները, որ պաշկեքով մարդ են ձերբակալում, սրանց համար կաշառք բաժանելու համար։ Սրանց զառոստերին թող մեր ժողովուրդը չնայի, թե իրենք խիստ անհանգստացած են այդ մարդկանց ճակատագրով, սուտ է։ Այդ մարդիկ իրենց համար գրոշի արժեք չունեն։ Ապրանք է արել են, հիմա խորդում են, իրենց ինչ է պետք։ Իրենց պետք է ինչքան հնարավոր է շատ մարդ ձերբակալվի, որպեսզի հետագայում բողոքի հնարավորությունները մեծանան։ Օրինակ բաներ կա, ես լավ չեմ հասկանում, այս մարդիկ որ կաշառք են բաժանում ու հերթով բանում են, հա դուք ուղեղ ունեք թե չէ։ Դուք չեք տեսնում, որ ձեզնից առաջ 100 հոգու դրա համար ձերբակալել են։ Դուք չեք տեսնում, որ իրավապահ համակարգը աշխատում է։ Չեք տենում արա։ Քոր եք դուք, ուղեղները թափած է։ Օրինակ ես եմ հասկանալ, սա ինչ ուղեղի տեսակ է, էլի։ Եթե ես գիտեմ, որ ինձ ձերբակալելու են, բայց ես գրում եմ նույն բանը անել, ուրեմն սա խնդիր կա։ Ուղեղի հետ կապված խնդիր կա։ Եվ իրանք էլ ինչ են շահագրգռում են, որ այդ մարդիկ նորից շարունակեն կաշառք բաժանել ու բռնվել։ Ես է դրանց առաջարկում եմ այդ կաշառք բաժանողներին, նաև վերցնողներին, դուք իրենց համար հետաքրքիր չեք։ Դուք իրենց պետք է որպես մատերիալ, ինչքան հնարավոր է շատ մարդ ձերբակալվի։ Նաև ենթադրում եմ ԿԿԲ-ից հավանել է, իհարկե այս ԿԿԲ-ի սցենարները մի քիչ դժվար է ջոկելը, ԿԿԲ էլ ինչ այլանդակություն ասես կմտածեն։ Հավանաբար սրանք տանում են այս զանգվածային ձերբակալությունները, որոնք որ կան, սրանք տանում են այն process-ին, որ իշխանությունը արգելի սրանց մասնակցությունը։ Ենթադրում իրենք դրան են տանում, որովհետև հավանաբար հաշվարկ ունեն, որ իրենք ոչ մի շանս չունեն իրենց երազը իրականացնելու խորհրդանով, շանս չունեն անցնելու ու անցել նկատի ունեմ իշխանություն դառնալու։ Դրա համար բզբզում են, որ իշխանությունը ստիպված լինի արգել իրենց գործունեությունը, արգելի, որպեսզի նաև դրանով գնան հետ ընտրական հեղաշրջման process-ների։ Ենթադրում եմ առասների նպատակը դա է, թե չէ մարդ ուղեղ ունենա այսքանից հետո գնան ուրիշ կաշառք բաժանի, դա խնդիր կա ինչ-որ։ Ուզում ասեմ, այս մարդիկ նույն սեփական ժողովրդին չեն հարգում։ Չի կարող քաղաքական ուժը, ով որ ուզում է անվտանգ, այնել արժանապատիվ կյանք, արա, դուք խոսում եք արժանապատվությունից, բայց ձեր արածը անարժանապատիվ է, դուք մարդկանց ձայնն եք գնում, ես մեր ժողովրդին 40 անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում, լսեք, ընտրության իրավունքը մարդու կյանքի ամենակարևոր իրավունքն է, ամենակարևոր իրավունքն է, ձեր ընտրության իրավունքը ձեզնից առնում են, ընտրության իրավունքով է մարդը դառնում մարդ, ընտրության իրավունքով է, որ դուք ձևավորում եք ինքներդ ձեզ, արտաքին աշխարհի նկատմամբ իրացնելով ձեր ընտրության իրավունքը, դուք ձևավորում եք ձեր ինքնությունը, բայց այս մարդիկ ձեր ինքնությունը ձեզնից առնում են, այսինքն իրենք որ խոսում են արժանապատիվ, դուք արժանապատիվ վերաբերմունք չունեք նույնիսկ ձեր սեփական ժողովրդի նկատմամբ։ Դուք մենակ այն միտքը, որ դուք մտածում եք, որ կարելի է առնել, արդեն անարժանապատիվ է։ Բայց դուք ուրիշ բաներից եք մեծ փարթում, չէ՞, արժանապատիվ խաղաղություն։ Դուք արդեն անարժանապատիվ գործով եք սկսել զբաղվել։ Ինչ ասեմ, սրանք բոլորը հավաքականորեն նույնն են, հիմա շատ բան չանենք։ Եվ այդ բաներն էլ հանկարծ հուզականություններն էլ ոչ մեկ չբողոքի։ Բանը գիտեն հավանաբար, քանի 100 հոգի նստելու է, ամեն մեկի վրա արդեն իրենց ԶԼՄ-ներով պատրաստած թեզերը ունեն։ Հղիկին է, եսի ինչ է, երեխա ունի։ Հիմա ասաղի վրա ռեկլամները կա, իրենք գիտեն, որ ձերբակալվելու է, ռեկլամները պատրաստել են արդեն, որ ԶԼՄ-ներով մտնեն։ Ես հիմա առաջարկում եմ այդ կանանց, դուք ձեր երեխաների նկատմամբ ոչիր եք գործում, պետությունը չէ։ Դուք ձեր երեխան, դուք գնում եք հանցագործություն անելու, դուք ձեր երեխաներին զրկում եք ազատ կյանքով, մայրական խնամքով մեծանալու իրավունքից։ Դուք եք ոչիր գործում ձեր երեխաների նկատմամբ, ոչ թե պետությունը ձեր։ Այսինքն այս մարդիկ պետք է իմանան, որ իրենց արածն է հակամարտկային, դուք ձեր երեխաների նկատմամբ կրկնում եմ, ոչիր եք գործում։ Դուք զրկում եք ձեր երեխաներին մայրական խնամքով, ազատ կյանքով մեծանալու հնարավորությունից անելով այդպիսի հանցագործություններ։ Դարձնում եմ ասել, այդ մարդկանց համար դա ընդհանրապես գռոշի նշանակություն չունի։ Բոլորը այս մարդկանց համար զերո նշանակություն ունեք։ Իրենք կատարում են ֆունկցիա, ինչքան հնարավոր է շատ մարդ ձերբակալվի, որպեսզի բողոքի հնարավորությունները մեծան, ուրիշ բան չկա առասպել։ Լավ, պարոն Սուքիասյան, մենք տեսնում ենք մեկ ամիս առաջ էլ նորից նույն ուժի համար ձերբակալություններ մեծամոր տարբեր համայնքներում էր դարձյալ։ Չեն խրատվում։ Չէ, բայց ես դրա մասին եմ խոսում։ Մարդիկ պետք է նվազագույն ինտելեկտ ունենան, վերցնողները։ Եթերը լցված է իրավապահ մարմինների կողմից տարածված հաղորդագրություններով, որ այդ մարդկանց ձերբակալում են։ Եվ ակնհայտ է, չէ, որ իրավապահ համակարգը, չգիտեմ, լավ է թե վատ է, բայց աշխատում է։
Եվ հիմա եթե մարդիկ այդ ամեն ինֆորմացիան իմանալով հանդերձ շարունակում են նույն բանը, ուրեմն մենք ուղեղ գլխի հետ խնդիր ունենք։ Որ ունենք այդ տենց կար էլի, բայց որ այս կարգի ունենք, այդ մի քիչ արդեն խնդրեմ է, էլի։ Բայց նաև այդ մարդկանց արածն է, ինչ ասեմ, իրենց գիտակցության մեջ ժողովուրդ չկա, իրենք մեր ժողովրդի հետ կապ չունեցող մարդիկ են, չի կարող ժողովրդին հարգող քաղաքական գործիչը կաշարի սեփական ժողովրդին չի կարող։ Այդ մարդիկ մեր ժողովրդի հետ կապ չունեցող մարդիկ են։ Պարոն Սուքեսյան, տեսեք, փաստերով նշվում է, որ 100 միլիոն է, 100 միլիոն փաստորեն ապօրինի մտել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան, անընդհատ նշվում է, մենք հիշում ենք հետախուզության ծառայության հրապարակած տվյալները, որ որևէ երկրից տվյալ դեպքում պարզ է Ռուսաստանի Դաշնությունից, ուրեմն քաղաքացիներ են պատրաստվում բերել, այնտեղ ճնշումներ կան գործարանների վրա եւ այլն, ինչպիսի պիտի լինի արձագանքը Հայաստանի իշխանությունների։ Վերջո այս գումարները մեկին բռնեցին օրինակ Զվարթնոց օդանավակայանում, բայց որը եկել էր նույն օրն է վերադառնալու էր, ոչ բնակության հասցե ուներ, ոչ բան, ըստ էության միջնորդ էր կամ, չգիտեմ։ Հիմա մեկ դեպք չի եւ արդեն խոսում ենք կոնկրետ գումարի չափի մասի։ Այս գումարի չափը, այս գումարը, այս ուրեմն քաղաքացիներին բերել Հայաստան, ընտրություններին մասնակից դարձնելը կարող է մեծ հաշվով այս բոլոր հանգամանքները կարող են ազդել ամբողջ այսպես ընտրությունների արդյունքների վրա։ Դուք օրինակ ինչ վտանգներ եք տեսնում։ Եթե իրենց մտածածը նախատեսածը ամբողջությամբ ռեալիզացնեն իրենք Ռուսաստանը եւ Ռուսաստանի գործակալական ցանցը Հայաստանում հնարավոր է։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում պետությունը վատ չի աշխատում։ Այդ փողերը, որ գալիս են, եթե իրավապահ համակարգը լավ է արձագանքում, լավ է, թող բերեն ձերի փողը էլի Հայաստանի համար։ Մի բանի պետք է պարկ վերցնենք, ենթադրենք, վարկ վերցնենք, գումարը թող մնա պետությանը։ Եթե իհարկե իրավապահ համակարգը կարողանա այդ բոլոր աղբյուրները բացահայտել։ Դե ինչ ասեմ, process է, գիտեք ոնց է, տարբեր նկատառումներ կա։ Հիմա եթե իրենք նախատեսել են այնտեղից մարդիկ բերեն, եւ եթե հանկարծ կհաջողացնեն այդ մարդիկ գան, եւ եթե պետությունը կունենա համապատասխան փաստեր ձերբակալելու, որովհետեւ կարող է փաստեր լինի, որ այդ մարդիկ ազդված են ինչ-որ բաներից, շահագրգռություն ունեն, փողով են գալու քվեարկել, ենթադրենք, չգիտեմ։ Հիմա դրանց ձերբակալես, մեկ էլ դրանց տանեցիներն են, չէ՞, սկսելու բաներ անել, երեխուց խես ձերբակալել, մարդուց խես ձերբակալել, իրենք Ռուսաստանը առիթ ունեցել եմ ասել, հիմա էլ եմ ասում, միշտ ինչ որտեղից նվազագույն արդյունք հանում է, դրանց հարազատներին է բորբոքելու, այսինքն այս իմաստով, հա, իհարկե մեծ բան չեն շահի, բայց բողոքի համար իրենց ընկալումով մատերիալ կունենան։ Այդ մարդկանց կբերեն, պետությունը այդ մարդկանց հետ քրեաիրավական ներգործության միջոցներով կհանդիպի, դրանց ծնողներին, բարեկամներին կբորբոքեն։ Ինչ ասեմ, process է։ Ամեն դեպքում միտումները նրա մասին են, որ մեծ ազդեցություն չի ունենան։ Բայց սրանց նպատակը էլ եմ ասում, ընտրություններով հաղթելը չի, որտեղ իրենք գիտեն, որ իրենք ընտրություններով չեն հաղթելու։ Իրենց նպատակը բողոքի ինչքան հնարավոր է շատ օջախ ունենալն է։ Մեկը ասեցի, այս ձերբակալվածներն են, այս ձերբակալվածները տանեցիներ ունեն, հեսա դրանց էլ են մոբիլիզացնելու, աղբյուր է, ռեկլամները կա, վերնագրերը կա, սարքած է, նրանց կբերեն, դրանց ձերբակալեն, դրանց տնեցիները բողոք, ինչքան հնարավոր է բողոքի հնարավոր օջախներ ստեղծել, որսի հետընտրական պրոցեսների գնան։ Իրենց նպատակը ենթադրում հետընտրական պրոցեսներն են։ Հետընտրական զարգացումներ բացառում եք, թե եթե ինչպես դուք եք նշում բոլոր իրենց գծած սցենարը իրականություն դարձնեն, ապա հնարավոր է որոշակի խնդիրներ առաջանան։ Եվ հետընտրական զարգացումների բողոքի ակցիայի ընտրությունը երկրորդ, երբ որ ասում եք հետընտրական պրոցեսներ, ինչ նկատի ունեք, ավելի շատ հետընտրական, այսպես հանրահավաքներ, մենք դա տեսել ենք նրանց դեպքում։ Իրենց գործողությունների տրամաբանությունը տանում է դրան։ Ընդհանրապես հետընտրական պրոցեսներ կարող են լինել, եթե ընտրությունները կեղծվեն, բայց մեր պրակտիկան ցույց է տալիս, որ վերջի երկու ընտրությունների պրակտիկան ցույց է տալիս, որ ընտրությունները չեն կեղծվում։
Եվ ամենայն հավանականությամբ էլի չեն կեղծվելու։ Նորմալ պետություններում ոչ մի բողոք պետք է չլիներ, բայց քանի որ մենք հələ որ այդ նորմալ պետությունը չենք, որովհետև մենք ունենք մեր ժողովրդի մեջ մի հատված, դա ցավալի արձանագրում է, բայց մենք դա պետք է անենք։ Մենք ինքներս մեր նկատմամբ պիտի անկեղծ լինենք եւ իրար չխաբենք։ Մենք մեզ ճիշտ պետք է դիագնոզ անենք, մեր քաղաքական մտածողությունը, մեր ժողովրդի քաղաքական կառուցվածքը։ Ունենք մի հատված, որոնք հակապետական աշխարհայացք ունեն։ Հիմա էսա պարզ է, որ նորմալ պետություններում պետք է ոչ մի բաներ չեն հանդարտվեն, ցեն արցունքներ ընդունեն, գնային, բայց քանի որ մենք այդ պետությունը չենք, սրանք կգնան, այո, կգնան, ենթադրելի է, կգնան հետընտրական process-ների, որտեղ իրենց արածի տրամաբանությունն է դա։ Չի կարող մարդը ունենալ ուղեղի նշույլ, հասկանա, որ իր արածը պետությունը բացահայտում է, բայց շարունակի նույն բանը պարբերաբար անել։ Ուրեմն համ ինտելեկտ չունեն, որ չունեն հաստատ է, իրենք կառավարվում են։ Բայց եթե շարունակաբար նույն բանը անում է, նշանակում է օրինաչափություն, այսինքն այս նույն բանը անընդհատ կրկնվում է, օրինաչափություն է, այս մարդկանց նպատակը ինչքան հնարավոր է շատ մարդ բերել Հայաստանի բանտեր լցնել, իրենց նպատակը դա է, որպեսզի հետագայում այդ մարդկանց միջոցներով, այդ մարդկանց անունը շահարկելով, այդ մարդկանց հարազատերով գնան հետընտրական process-ների ու տափակ տարբեր ձևակերպումներով, հեսա կսկսեն էլի հայրենիքը։ Տեսեք, մենք մի ինչ զրուցում ենք, պատմեց, որ շուրջ 14 անձ է բերման ենթարկվել, ուրեմն ուժեղ Հայաստանի Արտաշատի գրասենյակի պատասխանատուն է հայտնել այդ մասին, եւ հիմա քննարկվում է նրանց խափանման միջոցի հարցը։ Ըստ էության արդեն ամենօրյա ռեժիմով ենք ուրեմն ակնհայտ լինում, դրա համար եք ասում այսպես բողոքի օջախներ ստեղծելն է նրանց նպատակը, այսպես բողոքը ուրեմն ավելի թեժացնելը։ Այո, դե ինչ ասեմ, բաներ կա, պետք է նկատի ունենանք, մենք խնդիրներ ունենք որպես հասարակություն, որովհետև էս հա սրանց այլանդակությունները պարզ են, սրանք մեզ հետ կապ չունեցող հատված են, բայց որ մեր ժողովրդի մեջ հատված կա, որ հակված է դրան, այդ լավ չի։ Եվ սա նշանակում է, որ մենք դեռ երկար ժամանակ որպես հասարակություն պետք է զարգացման ընթացք անցնենք, մենք այս խավարանի միջով պետք է անցնենք։ Լավ բան չի, բայց դա հիմա ինչ ասեմ, շարունակելու են նույն բանը, հեսա սկսելու են էլի բորբոքել տարբեր բաներ, հայրենիքս, տատուստունը, այք այս հայության մի հատված կա, պատմականի համար խելագարվում է։ Այտենց հանուն պատմական հայրենիքի երազների սեփական պետությունը վարի տալու ձգտում ունի, որտեղ այդ հատվածին իրենք դրանով են բորբոքում, այդ պատմականի հուշը հետ տալով։ Ոնց որ բան է, էլի, այս հատվածի համար ոնց որ այդ պատմականը կիսատ է։ Պետք է ես էլ վարի տաս, ամբողջական լինի, որ լավ ամբողջական երազ են պատմական Հայաստանի համար։ Այս պետությունը այտենց ոնց որ լավ չի, խանգարում է իրենց պատմականի երազի ամբողջականության համար։ Նպատակները այդ է, ես էլ փորտան, որ լավ երազ են։ Դե այդ հատվածի վրա աշխատելու են, այդ հույզերը բորբոքելու են, անիծելու են սեփական պետությունը, սեփական ժողովրդին եւ գնալու են առաջ, դե ինչ ասեմ, այս բոլոր process-ները ցույց են տալիս, որ սրանք գիտեն, որ իրենք ընտրություններով իշխանություն վերցնելու ոչ մի շանս չունեն։ Իշխանապողություն բացառում եք ընտրությունների միջոցով այս փուլում հունիսի 7-ի ընտրությունները։ Իսկ եթե փորձեն օրինակ նույն Գյումրիի սցենարը իրականացնել, պարոն Սուքիասյան, որովհետև իրենք բացահայտել են հայտարարում, չնայած նրանցից մի քանիսը օրինակ այդպես է չեն հայտարարել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն։ Իշխանության ներսում էլ այսպես կասկածներ ունեն կամ վստահ են ավելի շատ, որ նրանց վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև ոչ Գագիկ Ծառուկյանն է հայտարարում 3-4 միայն ասում է 3-4 տեխնացու կա, բայց ինքն էլ չի ու չի էլ ասում թե ովքեր են։ Ուժեղ Հայաստանն էլ գիտեք, Սամվել Կարապետյանը չի կարող լինել նրանց տեխնացուն, թեև սկսել են այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը 3 դատարանում հայտարարեց այդ մասին, թե Կիպրոսի, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվում է։ Բայց ժամկետների առումով չի հասցնի։ Այմարդ, ով ուզում է լինի իրենց վարչապետի թեկնածու, մեկը կառավարվելու է ուզում եք տալ ցախավել դրեք այնտեղ։ Մեկը այդ մարդը կառավարվելու է Ռուսաստանից եւ անելու է այն ինչ կաներ ենթադրենք Ռոբերտ Քոչարյանը, կարևոր չի։ Իհարկե, այս դաշտում մինչ հեղափոխական անցյալի
Հայաստանի ինքնիշխանությունը ատող սեգմենտի դաշտում ռուսական ԿԳԲ-ի խառնաշփոթն է։ Սրանցից ոչ մեկ գլուխ չի անում։ Արա, դու կարաք մեկը կանգնեք, մեկ բառ ասեք, մարդ ջոգի դուք ինչ եք ասում։ Այն մեկը ասում է առաջի համարը ես եմ, բայց ստատուս արև ես չեմ վարչապետը լինելու, բայց վարչապետն էլ պատվալում ենք պահել, որ ոչ մեկ չջոգի։ Ասում է այն Ռոբերտ Քոչարյանին ձայն չեմ տալու ու ինչ-որ երթումներ ա ուտում, բայց այդ մարդը ժամանակին ուրիշ երթումներ էր ուտում, որ քաղաքականությունից դուրս պետք է գա, հետո չպետք է մտնի քաղաքականություն, բայց ոնց որ երթումը խախտել է, չէ՞, այսինքն այդ հնարավոր է հավատալ այդ մարդուն։ Այս մեկը սրան ասում են, արա, ձեր վարչապետի թեկնածուն հակասահմանադրական է, ասում է տատուս արև, հետո կգնանք, հետո որ մենք գանք, հետո գալուց կգանք սահմանությունը կհարմարացնենք այս հորողպորս, որ գա ձեզ փրկի։ Ռուսաստանը էլ ես ենթադրում եմ մտածված էս հակասահմանադրական թեկնածուին ճարել։ Ինչու չէր կարող, օրինակ, մեկին ճարել, որը օրենքի հետ խնդիր չունի։ Չէր կարա։ Բայց տնտեսական հարց կա, նյութական ռեսուրսների հարց կա։ Ուրիշ նյութական ռեսուրս ունեցող մարդիկ էլ իրենք ունեն, հարցը չի։ Ճանաչելի լինելու կբերեին ռեկլամ կանեին, ճանաչելի կլինեն։ Ինչու են այս հակասահմանադրականին ընտրել։ Գիտեն, որ օրենքի հետ խնդիր ունի, չէ՞, բերել են դեմ են տվել, ստեղծել են խառնաշփոթ։ Խառնաշփոթ, որ պետությունը սրան թույլ չտա, ասեն դու հակառուսական ես։ Ասեն պետությանը Ռուսաստանը պետությանը նվազագույն բան ունենա մեղադրելու հակառուսականության մեջ։ Նույնը սրանք բորբոքեն այդ հակառուսականությունը։ Ինչ ասեմ, սրանց դաշտում ընդհանրապես նորմալ մարդկանց համար անհասկանալի process է, որովհետև հակաքաղաքական process են սրանց արածները։ Այն 4000 տարվա կուսակցություն կա, գնացել է, ես դրանց 40 անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում, այս ժողովուրդը պետք է իմանա։ Այդ 4000 տարեկան կուսակցությունը սոցիալիստական գաղափարախոսության կուսակցություն է, սոցիալիստական, սոցիալիզմը աղքատի, աշխատավորի շահերը սպասարկող գաղափարախոսություն է, այդ երկ ունեն, զռոց, ռենջպար, բանվոր աղբեր, արա, ձեր կուսակցությունը ձեզ արգելում է, ձեր գաղափարախոսությունը ձեզ արգելում է այդ երկրորդ նախագահին միավորվեք, որովհետև նա հարուստ դասակարգ է, արգելում է, արա, ձեր գաղափար, դուք ինչի եք արա, գնում անընդհատ ամուսնանում դրա հետ, ինչու, որովհետև դուք վերածվել եք շահերի խմբերի, դուք կուսակցություն չեք, դուք բոլոր այդ հակապետական գործ եք անում, կերկրում եմ, դուք ձախ եք, դաշնակցությունը ձախ է, Ռոբերտ Քոչարյանը աչ ծայրահեղ աչ է, արգելում է արա ձեր գաղափարախոսություն, 40 անգամ իրար հետ ամուսնացել եք, սրանց որին նայում եք, սա այլանդակությամբ են զբաղված, եւ բայց այս ժողովուրդը պետք է ճիշտ մոդելավորի սրանք ոչ մեկ քաղաքական կուսակցություն, սրանք քաղաքական մարդիկ չեն, սրանք աշխարհայացքով քաղաքական մտածողությամբ, ինքնությամբ փչացած հատված է եւ մեր ժողովուրդը հետ կապ չունի Բայց նպատակ, բայց քանի որ փորացավ ունեն եւ նաեւ վզներին դրած բան կա, բարձր ինչ պետք է անեն։ Դե ինչ ասես անեն, միավորվեն, բաժանվեն, վարչապետես ունեմ չեմ ասի, սրանք չեմ բոլորը միավորվելու են, իրենց ղեկավարում է Կոպերկինը, ինչ ասի, դա էլ անելու են։ Ինչ ասեմ, ուզում ասեմ, այդ շատ շարը չգցենք, որ իրենց բոլորի նպատակը այս երկրորդ նախագահն է։ Երկրորդ նախագահը չի, ով էլ լինի, բոլորը կառավարվել են Ռուսաստանի կողմից։ Այնպես որ ժողովուրդը սա ճիշտ պիտի մոդելավորի եւ հասկանա, որ ինքը չի կարող գնալ, ինքը իր դեմ քվյարկի։ Գիտեք, հարցը մենակ բանը չի։ Հələ մի կողմ թողնենք, որ սրանք պետությունը ծախելու են։ Հələ մի կողմ թողնենք։ Սիրելի ժողովուրդ, դուք սրանց կառավարման տարիներին ապրել եք, չէ՞։ Դուք չեք ունեցել մարդու իրավունք։ Դուք չեք ունեցել առողջապահություն։ Դուք ապրել եք աղքատ։ Բայց կան առողջապահություն անվճար կլինի, կրթությունը անվճար կլինի։ Դե թող անեն ժամանակին։ Թող անեն ժամանակին։ Ինչ են արել։ Այսինքն իրենք իրենց չարացը եկել են որպես մեղադրանք ներկայացնում են մեզ քեզի բան, անեիք, բոլորդ ժամանակ եք ունեցել, բոլորդ ունեցել եք բավարար ժամանակ Հայաստանում ձեր ասածների 5%-ը անելու է, 100%-ը չէ, 5%-ը անելու։ Այդ բան կա, դրանցից մի հատ նախարար ունեն, 45 անգամ նախարար է դարձել կրթությամբ, թող անեին։ Թող անեին, այդ մեկը բանը օլիգարխ է, մարդը ժամանակին իշխանության մաս է եղել։ Ծպտուն լսել է, գոնե մի անգամ, չեմ ասում է, փորձած լինեն, ստացված չլինի։ Գոնե մի անգամ, մի հատ հայտարարություն ցույց տան ազգային ժողովում, կամ իրանց ծրագրի մեջ ցույց տան, որ ասել են կլինի անվճար լինի։
Գոնե ասած ելնեք։ Արա, դուք ինչ որ ասել եք, դուք այդ հնարավորություն եք ունեցել անելու։ Դա էլ եմ ասում, այստեղ իրենց մասին չի խոսքը, իրենք հայտնի սեգմենտ են մեր ժողովրդին։ Ես ինչ որ խոսում եմ, սա սուտ է։ Մեր ժողովուրդը ինքը պետք է ճիշտ հասկանա։ Դուք չեք կարող ձեր աղքատության մատնող, ձեզ արտագաղթի մատնող, ձեր ունեցվածքը ուրիշին տված, ձեր ինքնիշխանությունը ձեզնից տանող հատվածին ձայն տակ, դուք իրավունք չունեք, որովհետև իզնից դժգոհ եք, չունեք այդ իրավունքը։ Հետևաբար ինչ ասեմ, այստեղ նաև մեր ժողովրդի հետ կապված հարցեր կա, որոնք մենք պիտի լավ Իշխանությունը վստահ է, բայց որ ոչ միայն 50 պլյուս, այլ նաև սահմանադրական մեծամասնություն ուրեմն կստանա։ Չգիտեմ սահմանադրական մեծամասնության 50 պլյուսի հնարավորությունը մեծ է հայ իշխանության։ Երեք ինչու, որովհետև այս քաղաքական դաշտի կառուցվածքը պետք է լավ հասկանանք։ Ինչու իշխանություն ունի պոտենցիալ, հնարավորություն այդ 50 պլյուս 1-ը հավաքելու։ 65-ը թողենք, հիմա իշխանությունը թվեր է կրակում։ Որտեվ այս ռուսական սեգմենտի ձայները չի ավելացել։ Իհարկե այս սեգմենտը կա, ինքը ունի իրեն ընտրող, բայց չի ավելացել այդ սեգմենտը։ Եվ նաև սրանց հնարավոր ռեսուրսները սահմանափակելու իմաստով, այսինքն մարդկանց կաշառելու եւ այլն, քանի որ իշխանությունն էլ վատ չի աշխատում, սրանց ռեսուրսը սահմանափակվել է եւ սրանց հեղինակությունն է արդեն ընկնում։ Մյուս դաշտը, երրորդ դաշտ ասենք, որ կարող է լավ կազմակերպվել, գոնե ձայներ տանել, բավարար հայտնվել խորհրդարանում, ես նկատի ունեմ այն հատվածը, որոնք որ ուզում են անկախ կյանք, խաղաղ կյանք, ինքնիշխանություն են ուզում, այս հատվածն էլ կազմակերպված չի։ Դրա եթե հատվածը կազմակերպված լիներ, իշխանության 51% տանելու հնարավորությունը կնվազեր, բայց քանի որ այս հատվածն էլ կազմակերպված չի, պարզ է որ ձայները հետ են գնալու իշխանությանը։ Եվ սա այս դաշտի մեղավորությունն է։ Նաև այս երրորդ դաշտում, այլընտրանքային դաշտում ԿԿՊ-ից ներդրված ուժեր կան, մարդիկ կան, որոնք պիտի ձևացնեն անմիասնականություն, որոնք պիտի եվրոպական արտաքինով ներկայանան ԿԿԲ-ի գործ տանեն, ԿԿԲ-ի գործ անեն 1%, 2% այս դաշտի ուժերից տանեն, որպեսզի այս դաշտում հնարավորություն չլինի որևէ ուժ կարողանա ենթադրենք մոբիլիզացիա ապահովել այս դաշտում, ինքը այդ դաշտի ձայները տանել։ Դա համար քանի որ այս էլ մի բանի պետք չի այս դաշտը, իշխանության շանսերը մեծանում է 51% տանելու, 51-ից շատ կտանեն, ինձ այդպես է թվում։ Պարոն Սուքիասյան, Եվրամիությունը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում, ինչպես է գնահատում, հատկապես կիբեր անվտանգության, ուրեմն կիբեր հարձակումների դեմ պայքարում եւ այլն։ Մենք գիտենք, որ այսպիսի առաքելություններ Հայաստանում ունենալու դեպքում հյուսիսից աղմուկը շատ արագ է գալիս տեղացնում, վրդովմունքը եւ նաեւ Ադրբեջանից։ Թող գա ինչ անենք, գիտեք ոնց է, մենք այդ աղմուկի տակ այս 5 տարի ապրում ենք։ Շուխուր է, կա, բայց մենք որպես ժողովուրդ եւ պետություն դժվար իհարկե, բայց համառորեն հաղթահարում ենք այդ կողքի զառոսները։ Նոր բան չի, մենք ինչ որ Հայաստանը արել է այս ընթացքում, ապահովելու իր խաղաղ կյանքը, իր տնտեսական զարգացումը, իր ինքնիշխանություն, իր ավանդագությունը, այդ կողքից այդ զառոսները եղել են։ Այդ թրիփի վերաբերյալ այնքան կարկառոց կար, բայց կա այդ թրիփը։ Խաղաղության վերաբերյալ այնքան կարկառոց կար, բայց այսօր բան չի մնացել, մնում է ստորագրեն։ Եվ բայց իրականում այդ խաղաղ վիճակը, ու խաղաղություն չասենք, բայց խաղաղ դրությունը կա։ Երկաթգծի հետ կապված էլ տեսեք, բայց մենք տեսնում ենք սա էլ կարծեք թե Ռուսաստանը որպես խաղաքարտ է օգտագործում, որովհետև վարչապետի հետ հանդիպումից հետո էլ առ այսօր որևէ կոնկրետություն չկա, երեք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր ասում, որ այո, որևէ կերպ կոնկրետություն չի մտել այս հարցի հետ կապված։ Դե իրենք սպասում են, ռուսները սպասում են, եթե հունիսի 7-ին։ Այո, եթե հնարավորություն չունենան, կարող է ստիպված լինեն սարքել եւ անել այն ինչ որ մենք ուզում ենք։ Կարող է, որպեսզի ընդհանրապես տեղից ռադները չքաշեն։ Բայց քանի որ դա դեռևս հələ որ գործիք է,
մեր ներքաղաքական կյանքը, հասարակական տրամադրությունները մի քիչ բորբոքելու։ Հիմա տեսեք, մենք ինչ է, տվել ենք իրանց, բայց դա մեզ պետք է, ինքը չի սարքում, մենք ասել ենք սարքի, ինքը չի սարքում, այդ խառը վիճակ է։ Սրա վրա ինչ-որ նվազագույն բաներ են, արգումենտներ են, դիվիդենտներ են հավաքում, որպեսզի այս Հայաստանի մինչեղափոխական անցյալին թեզեր տան, ասեն դուք մի քիչ սանով գրող եք պետության դեմ, բայց որ շանս չունեցավ կսարքի։ Իհարկե մեզ ձեռնտու է որ չսարքի ձեռից վերցնենք պրծենք, որովհետև մեկը սարքելու է, էլի ներվերները սուտելու է Ռուսաստանը, սարքելու է կիսատ է սարքելու, ժանկետ ենք դնելու, գալու է վերջի ենթադրենք 100 մետրը որ սարքի, էդի չի սարքելու, հետո պետք է ասի կլինի 2 տարի ժամանակ տակ, ներվերները սուտելու է, ինչքան հնարավոր է Ռուսներից դա պետք է շուտ վերցնենք։ Ինչ ասեմ, դե սրանք մեզ ուղեկցելու են, մեզ բան չի մնացել, ընդհանրապես որևէ պետության ազդեցությունից դա կլինի Ռուսաստանը, դա կլինի, չգիտեմ, Ադրբեջանը ընդհանրապես փոխվելու։ Այս վերջի դետալներն են, մեզ մնում է նաև որ մեր ժողովուրդը պինդ մնա, մենք այս ընտրություններն էլ նորմալ հաղթահարենք եւ կհաղթահարենք, բարձ է։ Պարզապես լավ կլինի որ հաղթահարենք, հանգիստ գնանք անցնենք հանգիստ կյանքով ապրելու process-ին, ինձ թվում է սրանց նպատակը հետընտրական process-ն է, հավանաբար դրան են պատասում, մխտարեն մեր ժողովրդի կյանքը, ներվերները սուտեն, ինչ ասեմ, process-ը։ Դե հիմք չկա հաջողելու, հիմք ունենան, կասեմ, հա, որովհետև իրենց հետ ժողովուրդ չկա։ Այն հատվածին, որին ենթադրում են իրենց հետ պետք է ունենա, իրենք փորն են տալիս հիմա, իրենք են պատասխանատու այդ մարդկանց ձերբակալությունների համար, իրենք են մարդկանց դրդել հանցագործությունների, պետք է ճշտել ովքեր են, որ նախագծել են այդ կաշառքի process-ը, մենակ տվողը չի, նախագծողներն էլ պետք է գտնել, այդ մարդկանց հանցագործության են դրդել եւ իրենց հեղինակություն աստիճանաբար մաշում, ինձ թվում է իրենք մինչեւ ընտրությունները հասնեն, իրենց լեշն է մնալու եւ իրենք ես էլ եմ ասում, ես ենթադրում եմ, միգուցե նպատակները դա է անել ինչքան հնարավոր է շատ հանցագործություն, որ պետությունը ստիպված լինի արգել իրենց գործունեությունը, որսի գնան հեղաշրջման process-ների։ Բայց որ կհաջողեն, հիմք չկա դրա համար։ Իրենց հետ ժողովուրդ չկա։ Չկա ժողովուրդ, որով իրենք կարողանան դա անել։ Իսկ պետությունը ըստ էության բան չի աշխատում։ Այդ խոստումներին էլ քաղաքացին կարծում եք, որ չի հավատալու 300,000 աշխատատեղերի մասին են խոսում, կյանքի որակի բարելավման Սամվել Կարապետյանի տեքստը մենք լսեցինք վերջին հանրահավաքին ի վերջո նա խոսեց իհարկե տեսաուղերձեր, որտեղ բարվոք կյանք էր, բարեկեցիկ կյանք էր խոստանում քաղաքացուն։ Հա, ինչ ասես կխոստանան։ Թոշակն էլ ոչ թե 10,000 դրամով կբարձրանա, այլ մի քանի անգամ։ Հա, դե հա, խոսան, ինչ ասեմ, ես լավ բան եկա լավ չեմ, այդ մարդը տեղյակ է, որ ինքը վարչապետի տեխնացու է։ Եկել էր բաներ խոսացել, անկապ, բռնին տալանստացրին, տնից իրեն վարչապետ են սարքել, հետո ինչ-որ արհեստական բանականությամբ իր տեղը խոսացել են, դիմի հատ հարցնել ինքը ընդհանրապես տեղյակ է, որ ինքը քաղաքական process-ների մեջ է։ Այս մեկ այո, երեք ստեցան ինքը հայտարարեց։ Մի անգամ այդպես ստիպված խոսացել է։ Երևի գնացի ասել են դու տեղյակ չես, դու վարչապետ ես, բան, այդտենց երևի նոր իմացել է այդ մարդը։ Իսկ հա, իրենց խոստումները պարզ է, հո չեն ասելու գալու ենք ձեզ բոլորիդ աղքատության մատնենք, հո չեն ասելու գալու ենք պետությունը ծախենք, հո չեն գալու ասել Ռուսաստանին, Ուկրաինայում հայ տղամարդիկ են պետք, մատերիալ է պետք։ Մանավանդ ձեզ ասեմ, երևի ինչ հոգեբանական բան կա։ Մենք ոնց որ թե ռուսերի հետ լավ էլ կռվում ենք, հա։ Կարող է տանեն այնտեղ, ասենք մի հատ ռուս գեներալ դնեն հրամանատար, գնա սրանք մտնեն միջև Կիև բարձրանեն։ Կանեն, գիտեք, կանեն, որտեղ բաներ կա, ես էլ եմ ասում։ Մենք հնարավոր չէր սովետական միության ժամանակ այդքան գեներալ ու հերոս տայինք, այդքան մարշալ տայինք։ Հնարավոր ռուսի հետ ոնց որ լավ ենք մենք կռվում։ Իրենք էլ դա լավ գիտեն, դա համար այս մատերիալը իրենց պետք է։ Հո բաց որ դա չեն ասելու, պետք է խոսեն տարբեր բաներից։ Աշխարհը վերակազմավորելու, այտենց Ղարաբաղը հետ բերելու, ամեն ինչ պետք է խոսեն, բայց այդ ամեն ինչը սուտ է, որտեղ էլ եմ ասում։ Եթե իրենք նոր մարդիկ լինեին եւ կապակցված չլինեին
ինչ որ ուժերի հետ, ինչ որ պետությունների հետ, միգուցե կարելի էր քննել, միգուցե կարելի էր ռացիոնալության մեջ դիտարկել իրենց ասածները, բայց այդ սեգմենտը մեր ժողովրդին հայտնի է։ Իրենք հնարավորություն են ունեցել իրենց ասածի 5%-ը անելու։ Իրենք արել են ճիշտ հակառակը իրենց ասածի։ Իրենք մի ամբողջ ժողովրդի մատնել են պանդխտության։ Իրենք սա են արել։ Ինչու, որպեսզի գնան բողոքի ցույցերի հնարավոր, քիչ տղամարդ մնա, գնա խոպանչիներ, կիսատ պռատ ընտանիքներ ձևավորվի։ Իրենք ոչրագործներ են սա։ Այս հայ տղամարդկաց հանեցին տարանքացեցին խոպաները, այս ընտանիքները նորմալ չձևավորվեցին, երեխաները նորմալ չմեծացան, իրենք ոչրագործներ են։ Հիմա եկել են ամեն մեկը վրան մի հատ բան է քաշել, վրաքաշ արել, Օսլայած դեմքով եկել է ինչ-որ բաներից է խոսում, սուտ է խոսում։ Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ կգնահատի իրենց եւ ճիշտ ընտրություն կանի։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Զրուցում էի Հայկ Սուքիասյանի հետ։ Կհանդիպենք։